տարի մենք ականատես եկանք Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղությամբ ըստ էության կնքվեց այսպես կոչված չագերտավոր խաղաղություն, այդ պայմաններում այսօր ունում Բաքվի բանդերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բազմաթիվ բանդարկյալներ, անհետ կորածներ ու Ադրբեջանի ռազմատեխ չհայտարարությունների, ինչ ակնկալիքներ կա փոխվարչապետի, փոխնախագահի այցից։ Ակնկալիքը հետևյալն է, որ մենք այստեղ ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք, որ Միացյալ Նահանգները որպես ժողովրդավարության արժեքներ կրող պետություն, որպես առաջամարտիկ պետություն, ուշադրություն դարձնի թե մեր գերիների հարցին, որոնք գտնվում են Բաքվում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ոչ միայն, որոնք գտնվում են պատանդի կարգավիճակում եւ ապօրինի դատավճիռներ հնչեցին եւ որոշվեցին նրանց նկատմամբ, որովհետեւ այդ մարտիկ ընդամենը պայքարել են ՄԱԿ-ի կանոնադրության առաջին կետի իրագործելու համար, այն է ինքնորոշման իրավունքի համար։ Եթե այդ մարտիկ սեպարատիստներ կամ հանցագործներ էին, ինչու էին համանախագահները Ստեփանակերտում հանդիպում այդ մարդկանց հետ։ Ինչու է ստեղծվել Մինսկի խմբի համանախագահությունը։ Ինչ անօրինական բան են արել։ Կրկնում եմ, Արցախի նախագահները, ռազմաքաղաքական ղեկավարությունը, Արցախի մեր հայրենակիցները, Ռուբեն Վարդանյանը, նրանք բոլորը պայքարել են միջազգային իրավունքի սահմանների ներքո, ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածի համար, ՄԱԿ-ի նպատակի համար, ՄԱԿ-ի նպատակներից մեկը ինքնորոշման իրավունքն է։ Եվ մենք այստեղ ենք, որպեսզի մեր արդարության ձայնը բարձրացնենք, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները, քանի որ իշխանությունները նիկոլական ռեժիմը լռում է եւ ոչինչ չի անում, մենք այստեղ ենք, որպեսզի բարձրաձայնենք այդ խնդրի վերաբերյալ, որպեսզի այդ խնդիրը լուծում ստանա։ Այդ մարդիկ ապօրինի է եւ սա 21-րդ դարի ժողովրդավարության ամոթն է, որ Բաքվի բանտերում մենք ունենք պատանդներ եւ գերիներ։ Եվ միևնույն ժամանակ նաեւ բարձրաձայնենք Հայաստանի բանտերում քաղաքական բանտարկյալների առկայության մասին, որովհետեւ ինքնորոշման իրավունքի համար, ազգային արժեքների համար, քրիստոնեական արժեքների համար պայքարող մարդիկ մի մասը գտնվում են Բաքվի բանտում, մի մասը նիկոլական բանտերում։ Ազգային բարեյա կալանավորված, 4 սրբազաններ են կալանավորված, իմպիչմենտի վարչապետի թեկնածուատնային կալանքի տակ, բազմաթիվ ազատ խոսքի համար բլոգերներ են, լրագրողներ են դատապարտված, կալանավորված։ Ի վերջո 21-րդ դարում ժողովրդավարության, մարդու իրավունքների չափանիշները, սկզբունքները գործում են, թե աշկակապությամբ են զբաղված։ Եվ կրկնում եմ, քանի որ նիկոլական ռեժիմը դրա մասին չի խոսում, եւ մատը մատին չի տալիս, այլ ընդհակառակը նախագահի աթոռը զբաղեցնող անձը մի հատ էլ գնում Ալիևին շնորհակալություն է հայտնում Դավոսում, մեզ ոչինչ չի մնում, որ մենք բողոքի ձայնը բարձրացնենք, որ Հայաստանի հասարակությունը հաշտ չէ այս ապօրինությունների հետ։